Եվ երբ Բարնաբասն ու Պողոսը այնտեղից ելան, աղաչում էին, որ մյուս շաբաթ էլ նույն բաներն ասեն իրենց։ Եվ երբ ժողովուրդը ցրվեց, հրեաներից և հրեության դարձած աստվածապաշտներից շատերը գնում էին Պողոսի և Բարնաբասի ետևից, որոնք խոսում էին նրանց հետ ու համոզում նրանց, որ շարունակեն մնալ Աստծու շնորհի մեջ։ Եվ երբ հաջորդ շաբաթ օրը եկավ, գրեթե ամբողջ քաղաքը հավաքվեց Աստծու խոսքը լսելու։ Երբ հրեաները այդ բազմությունը տեսան, նախանձով լցվեցին և Պողոսի ասածներին ընդդիմախոսելով հայհոյում էին։ Իսկ Պողոսն ու Բարնաբասը համարձակ կերպով ասում էին. «Նախ ձեզ պետք է Աստծու խոսքը խոսեինք, բայց քանի որ դուք այն մերժում եք և ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքի, ահա մենք դառնում ենք դեպի հեթանոսները, որովհետև Տերը մեզ այսպես պատվիրեց. քեզ դրեցի որպես հեթանոսների լույս, որպեսզի դու փրկության միջոց լինես մինչև երկրի ծագերը»։ Այս բանը լսելով հեթանոսները ուրախացան և փառավորում էին Տիրոջ խոսքը, և ովքեր սահմանված էին հավիտենական կյանքի համար, հավատացին։ Եվ Աստծու խոսքը ամբողջ գավառում տարածվում էր, բայց հրեաները աստվածապաշտ և երևելի կանանց ու քաղաքի գլխավորներին գրգռեցին և Պողոսի ու Բարնաբասի դեմ հալածանք հարուցելով, իրենց սահմաններից նրանց դուրս հանեցին։ Իսկ նրանք, իրենց ոտքերի փոշին նրանց վրա թափ տալով, եկան Իկոնիոն, և աշակերտները լցվեցին ուրախությամբ և Սուրբ Հոգով։